Բարև Օլիմպոս եւ ողջույն մեր շատ սիրելի հետևորդներ։ Մենք այսօր գտնվում ենք Օլիմպիադանում, որտեղ քիչ անց մարզվելու են Հայաստանի ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց հավաքականները։ Կանանց թիմից արդեն որոշ անդամներ եկել են մարզումային դահլիճ, իսկ մենք ասենք, որ ապրիլի 19-ին մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, այն երկրորդ անգամ արդեն պատկասում ես, երկրորդ անգամ ընդունելու է Բաթումին։ Մինչ այդ 2019-ին էր եղել եւ մեզ համար բավական հաջող էր անցել, բայց դրա մասին դեռ կխոսենք։ Ինչ արած այս վերջին շրջանում մենք ինչ-որ տարբեր տեղերից ենք բարևում ձեզ սիրելի օլիմպիադացիներ, հնարավոր չէր բոլոր ծանրորդներին բերել մեր տաղավար եւ մենք եկանք Օլիմպիադան։ Եվ գոհար, ինչ ենք անելու մենք։ Մենք խոսելու ենք այսօր ծանրամարտի Եվրոպա առաջնությունից, մեր մասնակիցներից, մեր կազմերն ենք ասելու, բայց մինչ այդ պետք է նշենք, որ այս տարի մենք Եվրոպայի լավագույն ծանրորդների ցանկում, հավակնորդների ցանկում երկու ներկայացուցիչ ունենք եւ տղամարդկանց եւ կանանց պայքարում Վարազդատ Լալայանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանն են։ Հաջողություն մաղթենք նրանց, նրանք երկուսն 2025 թվականին հաջող էին մասնակցել ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի առաջնություններում եւ տեսնենք թե ինչպիսի պայքար նրանք կմղեն, ոչ պակաս տիտղոսակիր իրենց մրցակիցների դեմ։ Վարազդատը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել, Ալեքսանդրան իհարկե երիտասարդների պայքարում եւս մեդալներ ունի, բայց կնշենք Եվրոպայի արծաթե մեդալը կանանց պայքարում արդեն։ Երևի ներկայացնենք կանանց կազմը Եվրոպայի առաջնությունում։ Ինչ ես կթվարկեմ, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում, առաջարկում եմ, որ դուք բաժանորդագրվեք մեր YouTube յանալիքին եւ լինեք ավելի ակտիվ, գրեք մեկնաբանություններ։ Շարունակում եմ։ Ուրեմն Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Տանզելա Գրիգորյանը եւ Իզաբելա Յայլյանը 53 կիլոգրամ քաշային կարգում, Ալեքսանդրա Գրիգորյանը 58-ում, Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքյասյանը 77-ում, Էմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը 86-ում եւ Տաթև Հակոբյանը +86 կիլոգրամ քաշային կարգում։ Արի համեմատենք նախորդ Եվրոպայի առաջնության հետ, խնդրեմ։ Համեմատենք նախորդ Եվրոպա առաջնությունը, որքան էլ նշում ենք հաջող էր կանանց հավաքականի համար, բայց ամեն դեպքում ոսկե մեդալ այդպես էլ չունեցանք, բավարարվեցինք 3 արծաթե մեդալով, որոնք նվաճեցին Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը եւ Լիանա Գյուրջյանը։ Կարծում ես այս անգամ ունենք հնարավորություններ։ Կարծում եմ այս անգամ աղջիկները ավելի փորձառու են դարձել, դասեր են քաղել նախկին Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունում թույլ տված սխալներից եւ արդեն այս տարի պարտավոր են ամեն դեպքում ցույց տալ ավելի լավ արդյունքներ եւ գրավել ավելի բարձր տեղեր։ Ժամանակն է եւ կանանց համար եւ տղամարդկանց նոր մեդալներ եւ իհարկե ոսկե մեդալներ նվաճելու։ Վերջին ուսումնամարզական հավաքն է, մինչև ամսի 16-ին արդեն մեկնում ենք Բաթումի Եվրոպայի առաջնությանը։ Իհարկե պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև մասնակցում ենք ամբողջ թիմով։ Ուսումնամարզական հավաքներն անցել են շատ նորմալ, պատրաստականությունը իմ կարծիքով նորմալ է, եթե չկան վնասվածքներ, հիվանդություններ, դա ասված մինչև հասնենք Բաթումի, ամեն ինչ այս տեմպերով որ գնա, ասվածն առաջ ամեն ինչ լավ կլինի իմ կարծիքով, ամենակարևորը մարզույները մասնակցեն իրենց հնարավորությունների մաքսիմումով, իսկ եթե հնարավորություններ են նաև մեդալների, մենք շանսը երբեք բաց չենք տոնի եւ անպայման պայքարենք մեդալների համար։ Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան 60 կիլոգրամ քաշային կարգում Գառնիկ Ճոլակյանն է, 71-ում Գոր Սահակյանը, 79-ում Մարտին Պողոսյանը, Ռաֆիկ Հարությունյանը 88 կիլոգրամ քաշային կարգում է, Արա Աղանյանը 94-ում, 110-ում կրկին երկու ներկայացուցիչ ունենք Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը եւ կեցանը քաշային կարգում իհարկե Վարազդատ Լալայանն է։ Այսպիսի նորանուններ ասացիր Հասմիկ, փաստորեն նաև ունեն երիտասարդներ, ովքեր համալրել են արդեն ազգային հավաքականը։
ուզում եմ ասել հայսփյաններ ընտրել Հակոբ Փիլոսյանը, որպեսզի ասեն, որ նա եւս նոր անուն է, բայց որպես գլխավոր մարզիչ եւ Այո, նախորդ տարի մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես էր գալիս դեռ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ եւ այն ժամանակ Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել Գարիկ Կարապետյանը, նույն քաշային կարգում Սիմոնը երկրորդն էր, երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Վարազդատ Լալայանը, Գոր Սահակյանը եւ Գարիկ Հարությունյանը փոխչեմպիոններ էին, Գառնիկ Չոլակյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ։ Խոսեցինք Ալավերդյանից, անցեմ կատարենք նոր մարզչին։ Այո, նա երկար տարիներ եղել է մեր հավաքականի գլխավոր մարզիչը, մեծ նվաճումների է բերել մեր թիմը, բայց եկել է, ինչպես ասում են, սերնդափոխության ժամանակը, նաև հավաքականի ղեկին եւ Հակոբ Փիլոսյանը եղել է նրա օգնականը, երկրորդ մարզիչն եղել, թիմին լավ գիտի, ինչպես նաև ծանրորդները մարզչի եւ կարծում եմ այդ առումով աշխատանքը հեշտ եղել, պետք է որ ամեն ինչ լավ անցած լինի։ Սա նրա համար լինելու է գլխավոր մարզչի պաշտոնում առաջին Եվրոպայի առաջնությունը եւ հուսանք ու մաղթենք, որ նրա գլխավորած թիմը պակաս արդյունքներ չգրանցի, որովհետեւ ինչպես գիտեք, մեր ծանրորդները տարիներ շարունակ Եվրոպայի առաջնությունից գոնե վերադարձել են բավականին մեծ ավարով։ Եվ քանի որ սա շատ կարևոր Եվրոպա առաջնություն է, որքան էլ զարմանա Լիտվա, բայց 2 տարի ընդամենը մնում օլիմպիական խաղերին եւ մենք պետք է տեսնենք ինչ ներուժ ունեն, երիտասարդները ինչպես իրենց կդրսևորեն եւ ինչի ակնկալիք կարող են ունենալ ապագայում։ Այո, սա նաեւ ինչ-որտեղ փորձամրցում է աշխարհի առաջնությունից առաջ, որովհետեւ շուտով սկսում են արդեն վարկանշային մրցումները եւ մերոնք պետք է հնարավորինս լավ մասնակցեն օլիմպիական խաղերի ուղեգիր ապահովելու համար։ Թիմի վիճակը փառք Աստծո շատ լավ է, վնասվածքներ չունենք, տղաները պատրաստ են, լավ տրամադրված են մրցումների համար։ Իհարկե մեկնելու ենք մեդալների համար, եթե բարելավեն կիլոգրամները, ամեն ինչ լավ է լինելու։ Այսօր այսպիսի մարզում ունեցանք ակտիվ, հետաքրքիր, տեսանք մեր տղաներին եւ աղջիկներին գործի մեջ եւ նշենք Գոհար, որ Բաթումին քանի որ նախորդ անգամ մեզ համար հաջող էր եղել եւ ունեցել էինք չեմպիոններ։ Այո, 2 ոսկե մեդալ էին ունեցել Հակոբ Մկրտչյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը։ Հուսանք, որ այս տարի ոսկե մեդալների հատկապես թիվը կկրկնապատկվի, կեռապատկվի, տեսնենք ինչպես կլինի, բայց մենք գոնե մաղթում ենք։ Էլ ինչ ենք մաղթում ենք մեզ էլ, որ մեր լսարանը մեծանա, թվերը աճեն, այո, դրա համար ինչ է պետք, ուղղակի պետք է մտնել Բարև Օլիմպոսի YouTube անալիք, բաժանորդագրվել, գրել մեկնաբանություններ եւ նաեւ ակտիվ լինել սոցիալական ցանցերում։